Մարտուն Գրիգորյանը հայտնել է իր որոշման մասին նա հանդես եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն եւ ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել եւ մեծ դժվարությամբ եմ եկել դրան։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ եւ միակն եմ եղել, որ խոսել եմ, թե ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի տեխնացուն է, քրեական գործերով պայմանավորված, թե ինչ կլինի հետո եւ ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ լավ հիշեք այսօրը։ Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս տեխնատուներին, մասնավորաբար Ռուբեն Մխիթարյանին եւ Կարեն Սիմոնյանին։ Այլ երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի եւ տվյալ տեխնատուին սատարելու մասին։ Իմ դիրքորոշմամբ օրինակ Ռուբենին կամ Կարենին կարող էինք ընտրել քաղաքապետ 4 տեխնատուների համատեղ քննարկման եւ համագործակցության արդյունքում։ Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց եւ վստահ ասում եմ, որ երկրից, պետության եւ պետականության, Գյումրուց եւ գյումրեցիների շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները։ Եվ այսպես, մեր քաղաքը դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարող Վարդան Ղուկասյանին առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի եւ որևէ պայմանավորվածության, ասվում է Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ։